Ավելի անհեթեթ է ադրբեջանցի էթնիկ ինքնանվանումի պատմությունը։ Մինչև 1936 թվականը նրանց կոչում էին կովկասյան թաթարներ կամ կովկասյան թյուրքեր։ Հենց այդպես էին նրանք կոչվում 1926 թվականի ԽՍՀՄ մարդահամարի ժամանակ։ Եվ միայն 1936 թվին ԽՍՀՄ նոր սահմանադրության ընդունումից առաջ Ստալինի հրամանով Ադրբեջանի թյուրքերեն լեզուն վերանվանվեց ադրբեջաներեն, իսկ Ադրբեջանի թյուրքերը ադրբեջանցի։ Այդպիսին է իրականությունը։ Ժողովրդի ինքնանվանումը ստեղծվել է հարևան Իրանից գողացված Ադրբեջան անվան հիմքի վրա Ստալինի հրամանով։ Անդրկովկասի արևելքը Ադրբեջան կոչելով պանթուրքիստ գործիչները հեռահար նպատակ ունեին այն հայտարարել հյուսիսային Ադրբեջան, իսկ հետագայում դրանից և իրանական Ադրբեջանից ստեղծել մեկ թուրքական պետություն։ Այսօր այդ ուղղությամբ քայլերն ավելի ակտիվացել են։ Եվ պատահական չէ, որ ապօրինի հիմքի վրա ստեղծված պետությունը նույնչափ ապօրինի հավակնություններ ունի հարևան երկրների նկատմամբ, որոնց ժողովուրդները բնիկ են և ունեն իրենց հողի հետ կապված հազարամյակների պատմություն։